Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը, ինչ է կատարվում մեր երկրում և մեր երկրում գործող բազում կրոնական կազմակերպություններին, քիչ էին պարզվում է, ավելացել է ևս մեկը, միջազգային քրիստոնեական ընտանիք, թե ինչ է քարոզում այս կազմակերպությունը, ովքեր են դրա դեմ առաջին պայքարողներից կամ արդյոք կան արդեն հարողներ, մենք իմանանք այսօր, բայց կանդրադառնանք նաև այդ կազմակերպություններից տուժածներին։ Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը և այսօրվա թեման թեժ է լինելու։ Դժվար է ասել, թե աշխարհում քանի աղանդավորական կառույց կա, տարեստարի եղածներին ավելանում են նորերը։ Կրոնական կառույցները կամ այլ կերպ ասած աղանդները հիմնականում օգտագործում են հոգեբանական ներգործության լուրջ հնարքներ մարդկանց վրա ազդելու համար։ Այնինչ քարոզում են աղանդները, խարխլում է մարդկանց բարոյական ու մարդասիրական համոզմունքները։ Հայ առաքելական եկեղեցին տարիներ շարունակ փորձում է պայքարել աղանդների դեմ։ Ետ չեն մնում նաև հասարակական կազմակերպությունները։ Ստորագրահավաք ընդդեմ նոր աղանդի։ Նախաձեռնողը Միացյալ երիտասարդական լիգան է եւ մենք շարժումը հավաքվել են ոչ միայն ստորագրություններ վերցնելու, այլև տեղեկացնելու մեր երկիր նոր աղանդ է մուտք գործել։ Զգույշ եղեք, իսկ ինչպիսին է հասարակության վերաբերմունքը։ Շատ բացասական։ Չգիտեմ, անընդհատ նույն բանն է, ինչ եք մտածում հաջորդ կյանքի։ Իրանք իրանց երեխեքին են շարքից անում, նույն փոքր երեխեքը հետները մամը կգան, չգիտեմ, իր այդպես է։ Չգիտեմ, տհաճ է իմ համար ընդհանրապես։ Չեմ առանցել, դե բացասական է, չեմ անում։ Ես Սիրիայից եմ, չեմ գիտեր բամը։ Հանրությանը հայտնի մարդիկ նույնպես ներգրաված են պայքարի մեջ։ Միջազգային քրիստոնեական ընտանիք, աստծոզավակներ կամ պարզապես ընտանիք, այսպես է կոչվում կրոնական ուղղությունը։ Քրիստոնեության անվան տակ քարոզում են միասեռականություն, արյունապղծություն ու մանկապղծություն։ Դեյվիդ Բերգ հենց նա է աղանդի հիմնադիրը։ Դա վկայում է, որ աղանդը Հայաստան է թափանցել ոչ թե Ուկրաինայից, ինչպես շատերն էին կարծում, այլ Միացյալ Նահանգներից։ Սա Բերգի կազմակերպած բազմահազարանոց հավաքներից մեկն է։ Ռետորն օգտագործում է մարդկանց վրա ազդելու բոլոր հնարավոր միջոցները։ Տարիներ շարունակ մարդիկ հավաքվում են ոչ միայն քարոզներ լսելու, նրանց ենթարկում են հիպնոզի, ինչի հետևանքով աղանդավորներն ընկնում են գետնին եւ ժամեր շարունակ մնում այդ վիճակում։ Շատ բացասական է վերաբերվում այդ երևույթին, երբ առաջարկ է արվում հետևել որևիցե մի աղանդի, միշտ հիշեք, որ նրանք օգտագործում են ձեր ծանր սոցիալական վիճակը, ձեր դժվար կացությունը, իսկ մեր ժողովուրդը այսօր շատ լավ թիրախային խումբ է, որ ընտրել են հենց աղանդները եւ փորձում են այդ ծանր վիճակից ելնելով նրանց բերել իրենց մոտ։ Մի խոսքով հեռու մնացեք, ժողովուրդ ջան, կոչ եմ անում, հեռու մնացեք։ Ովքեր էլ որ կան, գտնվում են այդ աղանդում, շատ հեշտ է դուրս գալը, ուղղակի վերցնում եք եւ դուրս եք գալիս այդտեղից։ Ոմանք պնդում են, թե քրիստոնեական միջազգային ընտանիքը մեր երկրում էլ նոր չէ, այլ վաղուց է գործում։ Ավելին 300-ից 400 անդամ ունի։ Հիմնական հավաքատեղին մայրաքաղաք Երևանն է ու Արտաշատը։ Սա օրեր առաջ Բրազիլիայում տեղի ունեցած բազմահազարանոց կրոնական հավաքն է։ Ամբողջի արչև այս երկու աղջիկների համբույրը նրանց հասցրեց կալանավայր։ Իսկ ինչ կերպ են մեր երկրում ընթանում կրոնական ժողովները։ Արդյոք նման երևույթներ չեն դրսևորվում։ Շատերը կպնդեն, իհարկե ոչ, սակայն մի շտապեք, ոչինչ պետք չէ բացառել, նաև մեր երկրում։ Այս եւ այլ բազում խնդիրների մասին խոսել ենք հենց այսօր, հրավիրենք մեր առաջին հյուրին առանց հապաղելու Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանին։ Բարի երեկո Սևակ, մենք ենք շնորհակալ հրավերն ընդունելու համար, մանավանդ երբ կային բազում հարցեր կապված այն վերջին չարաբաստիկ ցուցակետ, որը դուք նախաձեռնել եք եւ հրապարակել։ Նախքան ձեզ հարց տալը թույլ տվեք ներկայացնել մեր այսօրվա հյուրերին, արդեն այստեղ ներկա գտնվող Տեր Մխիթար Քահանա Ալոյան, Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեվոր հովիվ, մեր մշտական հյուրերից։ Բարի երեկո։ Մենք երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյան, ողջույն։ AM իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու փաստաբան Լևոն Սահակյան, բարի երեկո, եւ Քայքայիչ պաշտամունքից տուժվածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյան, բարի երեկո, պարոն Ամարյան։ Սևակ, նախ կխնդրեի խոսենք առաջնահերթ այս տեսանյութից բխող հարցերի մասին, խոսքը հենց այն աղանդի մասին է, որը փաստորեն նոր է ներմուծվում կամ մուտք գործում Հայաստան։ Ինչպիսի աղանդ է եւ ինչպես եք իմացել նրա գոյության մասին։ Այդ աղանդի մասին իմացել եմ սրճարանում, Տատյանա անով ինչ-որ մարդ իր խմբի հետ եկել էր Ուկրաինայից, որն էլ հայերի հետ քարոզում էր այդ աղանդի մասին։
հետաքրքրվել եմ, մոտեցել եմ իրանց, իմացել եմ իրանց գործունեության մասին, որ ցանկանում են Հայաստանում հիմնել իրենց եկեղեցի կոչվածը։ Ինչ քայլեր ձեռնարկեցիք, երբ իմացաք, որ ահա այդպիսի աղանդ է։ Նախ հրապարակում ստեղծում։ տարածեցինք այդ աղանդի մասին, հետո ես եւ Հայր Կոմիտասը համատեղ ասուլիս տվեցինք, հետո պարոն Ամարյանը տեղեկացրեց, որ այդ աղանդը գործում է 2005-2006 թվականներից եւ ունի 300-ից ավելի հետևորդ։ Պարոն Ամարյան, փաստորեն այդ աղանդը գործում է վաղուց եւ արդեն ունի այդքան հետևորդ։ Մոտավորապես 2 տարի առաջ իրանց գործունեությունը սառացրած կասեցված վիճակում էին պահում, հիմա արդեն երևի նորից արթնացել են։ Ֆինանսական մղումներուց ելնելով են սառեցրել։ Չէ, այնտեղ ֆինանսական խնդիրներ չկա, այն կրոնական կառույցները, որոնց հիմքում դրված է սեռական հարաբերությունները, ֆինանսական խնդիրներ չունեն։ Այսինքն հիմա կարծում եք, որ հարմար պահ են գտել, դիտարկել եւ Ես կարծում եմ, որ որոշ ուժեր ժամանակին որոշ գործողություն կատարելուց հետո իրանց կասեցրեց իրանց գործունեությունը։ Շնորհակալ եմ, նախքան մյուս հյուրերին հարց տալը առաջարկում եմ հրավիրել մեր մյուս հյուրին, երիտասարդ գեղեցիկ մի աղջկա, որը ցավոք սրտի տուժել է աղանդից։ Իզա Մարգարյան, բարի երեկո։ Բարի երեկո Իզա, կարող եք պատմել, որ աղանդի մասին է խոսքը եւ ինչպես եք ներգրավվել այդտեղ։ Կյանքի խոսքի աղանդի մասին է։ Մոտավորապես 1 տարի առաջ ունեցել եմ այնտեղից ընկերներ, որոնք ինձ փորձել են ներքաշել այդ աղանդի մեջ։ Ինչպես էին ներքաշում։ Ինձ ասում էին, որ գնամ այդ եկեղեցի, ունեմ նաև պարային տվյալներ ունեմ, ասում էին, որ կարող ես զգալ եւ առաջ կգնաս էլի այդ ուղությամբ։ Հետո սկսեցի խորհրդակցել մայրիկիս ու քեռուս հետ, նրանք ինձ ասացին, որ Հայ առաքելական եկեղեցուց բացի մնացած բոլոր կազմակերպությունները համարվում են աղանդավորական ու ինձ փորձեցին հետ պահել։ Ես հասկացա, որ առաքելական եկեղեցուց բացի ուրիշ եկեղեցի գոյություն չունի։ Իզա, բայց եղավ առիթ, որ գնաք այնուամենայնիվ տեսնել։ Չեմ գնացել, բայց ցանկությունը մեծ ա եղել գնալու տեսնելու ինչ են կատարվում դա։ Մի բան ավելացնեմ Նազենի ջան, ուրեմն մի քանի օր առաջ ինչ այդ ցուցակը հրապարակվեց, դրանից հետո մեզ շատ են դիմել երիտասարդ աղջիկներ, նույնիսկ անչափահասներ, որոնց ընկերները ստիպողաբար ասում են կամ մենք կամ մեր հետ գալիս է կյանքի խոսք աղանդ, կամ էլ մենք բաժանվում ենք, բոլորին ստիպում են։ Շնորհակալություն, մենք այս մասին դեռ կխոսենք մասնավորապես ցուցակի, այս պայն ունենք եւս մեկ տեսանյութ, որը անդրադառնում է մի շարք աղանդների, նրանք իրականում են շատ են եւ դժվար է բոլորին անդրադառնալ, բայց դիտենք։ Կենթանի հավատքը իմ եկեղեցի։ Կենթանի հավատքը իմ եկեղեցի։ Կենթանի հավատք, սա էլ նոր եկեղեցի էր փաստորեն։ Գիտեք Սևակ այս կառույցի մասին։ 2005 թվականից է այս կառույցը Հայաստանում գործում, իր ղեկավարն է Արամ Ասատերյանը, իրանք ունեն արդեն գրեթե 1000-ից ավել հետևորդներ, հավաքում են երկաթուղայինների պալատում, իբր բուժումներով են զբաղվում, նաև պարոն Ամարյանը շատ լավ գիտի դրանց մասին։ Պարոն Ամարյան, ասեք, ինչի մասին է խոսքը։ Կենթանի խոսք, կյանքի խոսք, կենթանի հավատ։ Կենթանի հավատքը դա պատկանում է Ուկրաինայում ստեղծված Աստծո դեսպանատան եկեղեցուն, որը Աֆրիկայի ներկայացուցիչն է հիմնադրել, Սանդե Ադելաջան, եւ Հայաստանը ներգործել 2004-5 թվականներին մի նպատակով, քանի որ հաշվի առնելով Ուկրաինայում գույնավոր հեղափոխությունը, որի ակտիվորեն մասնակցում էր Աստծո դեսպանատունը, նույն խնդիրն է իրանց մոտ դրված։ Հետագայում Արամ Ասատրյանի մոտ ընդհարում եղավ իր ղեկավարների հետ, ինքը առանձնացավ։ Հիմա Աստծո դեսպանատան եկեղեցու ներկայացուցիչներն են, այստեղ Աստծո հարցնացուներ եկեղեցի։ Տեր Մխիթար, խնդրում եմ, մի բան ասեք։ Արդեն ես ինքս խճճվում եմ։ Ես Գիտեք, մեր ժողովուրդը ուզում է մի բան հասկանա ընդհանրապես։ 1700 տարի շարունակ հայոց առաքելական եկեղեցին քարոզել է։ Եվ այդ քարոզելի ընթացքին հիմա հանկարծ ու եկել են 100 տարվա պատմություն ունեցող, 110-20 տարվա պատմություն ունեցողը հոգիս ուզում է փրկել իր ճիշտ քարոզությամբ։ Պարզապես ուզում եմ սթափության կոչել մեր ժողովրդին։ Ինչպես պատահեց 60 կամ 60-ից ավել եկած գաղափարախոսություններ միանշանակ բոլորի նետերն ուղղված է հայ առաքելական եկեղեցուն եւ հայ առաքելական եկեղեցին համարում են սխալ եւ դեպի կործանում տարող քարոզիչների կենտրոն, այսպես ասեմ, բառացի եմ խոսում խոսակցական լեզվով։ Եվ որևէ մեկը չի մտածում, ինչ է նպատակը։ Այսօր Հայաստանի մեջ 20 հոգի, եթե առանձնանան մի խումբ կազմեն,
որը պետականության շահը չի պահի, եկեղեցու շահը չի պահի, հայ ժողովրդի թշնամիների շարքում պիտի դասվի։ Վտանգավոր է։ Կուսակցական գաղափարախոսություններով բաժանված ենք, կրոնականով բաժանված ենք։ Մնացած բոլոր 2-3 հոգին բաժանված է իր գաղափարն ունի գիտության մեջ, գրականության մեջ, մշակույթի մեջ, ամեն ինչի մեջ, ուրեմն մենք կղզիանում ենք մաս առ մաս եւ միաբանություն որտեղից պիտի լինի։ Մեր ժողովրդի հասկանա մեկ բան, բոլորի նպատակը այս ժողովրդին բաժանելն է։ Ուրիշ բան չկա։ Լավ, հիմա բաժանման միջոցներ տարբեր են։ Այո, բաժանման միջոցները տարբեր են։ Ամենահեշտ ձևը կրոնի միջոցով։ Ինչու Տեր Մխիթար։ Եթե մենք 1700 տարի ներարկում ենք, որ սա է ճշմարիտ ուղին։ Ասեմ, հիմա չկար, երբ երկրաշարժը եղավ, եւ այս հեղափոխությունը եղավ, հեղափոխությունից հետո միշտ սպանություններ, չգիտես, հազար ու մի վատ բաներ, ավերածություններ եւ նաեւ խորամանկ մարդկանց, շրջայաց մարդկանց, հեռատես մարդկանց, բարացիա աֆերիստ մարդկանց կյանքն է սկսում, որոնք կարողանում են այդ փղթորջրում իրենց ձուկը որսալ եւ հարստանալ։ Եվ հիմա երբ որ եկան սկզբից բարեգործի անվան տակ, նրանք չեկան ավետարան քարոզելու, եկան Աստվածաշունչ բաժանեցին, եկան մխիթարական խոսք ասելու իրենց բերած բրինձով, ձավարով, մնացած բաներով։ Ով գոնե ես ներկա եմ, ես գիտեմ, ես մասնակցել եմ նաեւ շատ բաների։ Թե ինչպես օգնություն բաժանելով եւ միաժամանակ եկեք մեր եկեղեցի, եկեք Աստծո խոսքը լսելու, չէին ասում որն է եկեղեցին։ Մենք բոլորս նույնն ենք, մենք բոլորս նույն Քրիստոսին ենք պաշտում։ Եթե դուք բոլորդ Քրիստոսի հետևորդներն եք, ինչու եք առանձին կառույց ինչու եք առանձնանում, եկեք գլխավորի գլխի մոտ, մարմնի անդամները պիտի ենթարկվեն գլխին։ Եկեք անկեղծ խոսենք, եկեք ճիշտ խոսենք։ Ասեք պարոն Ամարյան։ Դեր հայր, սոցիալական որտեղ այնտեղ կան այնպիսի ապահովված մարդիկ, որ չես ասի, որ սոցիալական խնդիրներ ունեն։ Պարոն Ամարյան, եթե 100-10 ապահովված են, չի նշանակում, ես գիտեմ։ Ուրեմն 80 մինչև 8 թվականը, մինչև 90 թվականը։ Ես խնդրում եմ, քիչ մասի վրա չկանգնենք, կանգնեք մեծամասնության վրա։ Էսա մեծամասնության։ Մեծամասնությունը Հայաստանում աղքատ են, մեծամասնությունը աղանդավորների միջից նորից աղքատ խավն է։ Արմատար, թող ես ասեմ։ Չէ, բայց ինձ ասում ես սխալ է, համաձայն չեմ ասում, լրիվ համաձայն չեմ։ Ուրեմն կողմնորոշված չեն դրանք։ Դե որ պիտի գնա։ Մինչև 90-ական թվը Հայաստանում ազգային անվտանգության կոմիտեն ՊԱԿ-ը պահպանում էր եւ ոչ մի արտասահմանյան կրոնական կառույց չէր կարողանում Հայաստան ներխուժել։ 90 թվականից երբ որ եղավ մեր անկախությունը, բացվեց դռները ու բարեգործական երկրաշարժից հետո բարեգործական ծրագրերով ճիշտ է ասում։ Տեր Մխիթարի ասածը մտան բոլորը Հայաստան։ Մորմոնները սկսին տեից, օկի գալստականների մեծ մասը գնացա տեղով։ Այստեղ ժողովուրդը պետք է մի բան հասկանա, որ ընկնելով այն ասում են ռուսը լավ բաններ ասացվածք ունի, бесплатный сыр только в мышеловке։ Ընկնում են բարիքների հետևից, բայց չեն հասկանում, որ իրենք այդ բարիքի հետևից ավելի շատ իրանք են տալի։ Շնորհակալություն պարոն Ամարյան։ Իրանց մոտ, երբ որ խարդախությունով տունը գրում են եկեղեցու վրա, իրանց պետք է ուղարկում են արտասահման։ Գնում են այնտեղ դեպորտ են անում, գալիս են ասում, դե տուն ասում ուշա։ То есть մեր ժողովուրդը առանց հասկանալու շատ բաներում խորանում է այն բանի մեջ, որ ընդհանրապես պետք չի առաջի վտանգը իրանց համար է։ Պետք է իրանք շատ զգուշ լինեն եւ պետք է իրանց օգնել ՀԿ-ները, օգնի եկեղեցին, բացատրի, ինչքան հնարավոր է պետք է բացատրել։ Շնորհակալություն, մենք որակումներ չենք տալիս, բայց օրեր առաջ համացանցը հեղեղվել էր նորությունով, որով հանրությունը իսկապես վարակվեց, քանզի մի շարք մարդկանց հայտնի անուններ են այդտեղ, նրանք պատկանում էին ասել, թե տարբեր կրոնական կազմակերպությունների, մենք խոսեցինք շատերի հետ, ոմանք ցանկացան, ոմանք այստեղ չէին, որպեսզի ներկա գտնվեին, ինչևէ, այս մասին անմիջապես կարճատև դադարից հետո մենք խոսենք։ Մյուս օրը սպասելուց հետո նորից եմ հանդրես եկել հայտարարությամբ եւ հրապարակավ ասել եմ, որ դուք անբարոյական եք եւ ստախոս։ Երբ որ մեկը ինձ ասի ես աղանդավոր եմ, ես այդ մարդու գլուխը կճարեմ։ Հրապարակման մեջ նշել ենք ըստ տեղեկությունների։ Մեկը տպի։ Ըստ տեղեկությունների, որ դուք հաճախում եք կոմայքի օրինակ։ Աղանդը շեղում է, աղանդը հերքում է։ Երկրի պետական կրոնի չեղված ուսմունք։ Ի կանգնել ենք որդերի մասին ենք խոսում։ Երբ որ ծառի մասին պիտի մտածենք, ոնց բուժենք։ Թույլ տվեք ինձ ասել, որ դուք անտարբեր եք, մեր եկեղեցին անտարբեր է։ Խնդրեմ, որ չի իմանում թե դու հայրաքելական եկեղեցու հետևորդ, մեզ անտարբեր։ Այսօր աղանդավոր են կոչում։ Ամիրոպե ես եմ քեզ աղանդավոր ասել։ Թե հայոց եկեղեցի։
բոլոր փոքրամասնությունները ասում են մեր իրավունքները ոտնահարված են։ Եվրոպայից եկան։ Լավ, ես հայ ժողովրդի իրավունքով եմ պաշտպանում։ Մարկային գործոնն այսօր կրկին նորից եւ կրկին անդրադառնում է աղանդավորական տարբեր շարժումներին, կազմակերպություններին եւ այս պարագային նաեւ ապատեղեկատվությանը, որը massամբ կարող էր իսկապես տեղի ուներ։ Օրեր առաջ համացանցը հեղեղվել էր այդ ցուցակով հայտնի արտիստների, այս բանը ես առաջարկում եմ հրավիրել մեր հաջորդ երկու հյուրերին, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանին եւ էստրադայի վառ ներկայացուցիչներից մեկին Արմինկային։ Բարի երեկո, իսկապես շնորհակալություն գալու համար, արտիստներից ոմանք կազմակերպեցին մամուլի ասուլիս եւ Լևոնը, որը EM իրավաբանական ընկերությունն է ներկայացնում, այնտեղ հենց փորձում էին պաշտպանել նրանց շահերը։ Այսօր այստեղ բարձրաձայն ենք։ Նախ, ինչպես իմացաք, որ ձեր ցուցակը Տիգրան զետեղված է այդ ձեր անունը զետեղված է այդ ցուցակում։ Կարդացիք, ասացին։ Պատահաբար գիշեր, ժամը գիշերը 2-ին ես բույ եմ, ինքս էր գիշերն եմ ակտիվ ավելի։ Գիշերը ժամը 2-ին պատահաբար, այսպես ուղղակի շատ պատահաբար նկատեցի դա Միացյալ երիտասարդական լիգայի հրապարակած ցուցակը, որտեղ տեսա իմ համեստ անձնավորության նկարը։ Սևակը համանախագահն է, ծանոթացեք Տիգրան Ներսիսյան, Սևակ։ Ուրախ եմ։ Ես պետք է ասեմ, որ մի անգամից ես առաջինն եմ եղել, որ արձագանքել եմ, առաջինն եմ եղել։ Ինչ արեցիք։ Ես մի անգամից համացանցով պատասխանել, դուք գիտեք, հիմա համացանցով ինչպես արագ է տարածվում, եւ մի անգամից բլոգերը վերցրեցին եւ իմ հայտարարությունը սուր եմ արտահայտվել, որովհետեւ այսօր էլ այս պահին էլ եւ առիթից օգտվում եմ ասել, որ դա բացարձակ կեղծիք է, ճշմարտությանը բացարձակ չի համապատասխանում եւ ապատեղեկատվություն է բացարձակորեն։ Ես հայ առաքելական եկեղեցու զավակ եմ, հետևորդ եւ մկրտվել եմ հայ առաքելական եկեղեցում եւ իմ հոր ընտանիքից սկսված ես սերվել եմ իմ հայ առաքելական եկեղեցում։ Շնորհակալություն Տիգրան, Սևակ, նախքան ձեր պատասխաններին։ Ես ուղղակի կներեք, ես ուզում եմ Նազար ջան, ներողություն։ Ես ուզում եմ ասել, որ այլի հայտարարությամբ եւ դա գիշերն էր, մյուս օրը առավոտյան արդեն կինս Նելի Խերանյանը զրույց է ունեցել Սևակի հետ հեռախոսով, ես չէի կարող զրուցել, ճիշտն ասած, որտեղ շատ զայրացած է եւ մտածում եմ, որ խոսքեր կարող է ասեմ, եւ Նելին զրուցեց, Սևակը կարծեմ թե ասաց, որ այո, մինչեւ երեկո կլինի, մենք ճշտում ենք, ճշտման process-ում ենք, թե հետ ինչ են ճշտում, չգիտեմ եւ ինչ ճանապարհներով են ճշտում, բայց մինչեւ երեկո կլինի հերքում եւ հրապարակավ ներողություն։ Դա չեղավ, ես սպասեցի եւ մյուս օրը սպասելուց հետո նորից եմ հանդրես եկել հայտարարությամբ եւ հրապարակավ ասել եմ, որ դուք անբարոյական եք եւ ստախոս, որովհետեւ վիրավորել այսօր հայ առաքելական եկեղեցու զավակի, որը հետևում է հայ առաքելական եկեղեցուն, դա անբարոյականություն է։ Ես նոր լսեցի, որ դուք ասացիք, որ դուք կատարում եք ազգապահպան գործ։ Ես ուզում եմ հարցնել ձեզ, դուք որքանով եք ճիշտ համարում զրպարտել այսօր հայ առաքելական եկեղեցու հետևորդին, զավակին եւ անվանել դա ազգապահպան գործ։ Դուք անվանում եք դա ազգապահպան գործ, Պարոն Ներսիսյան, մեկ բան ասեմ։ Զրպարտել եւ մի բան էլ ասեմ եւ կավարտեմ, կարծում եմ առաջին փուլը։ Դուք գտնում եք բարոյական է հրապարակել եւ հասարակությանը հաղորդել այդպիսի լուր եւ նոր ճշտել։ Գուցե բարոյական է հակառակը։ Սևակ, կոնկրետ Արմինկա, Տիգրան Ներսիսյան, Սոֆի Մխայան, Էմմի, Սոս Ջանիբեկյան, 5 հոգի փաստացի, ես մնացածների բան չեմ ասում, քաղաքում չեն, թե ինչ են, ինչ են։ Աղանդ բառը, պարոն Ներսիսյան, վիրավորանք չի։ Ինչպես թե։ Հրաշալի է։ Ինչպես թե։ Ես Սևակ ջան։ Աղանդը վիրավորանք է ձեր համար։ Սևակ ջան, մի վարքյան։ Օրենքով, ներողություն։ Հարցը նա չի թե ինչի մասին է խոսվում։ Սևակ, բայց դուք շատ դիվանագետ եք։ Հարցը սուտն է եւ կեղծիքը։
Անբարոյական է սուտը եւ կեղծիքը։ Ապա տեղեկատվության մասին ենք խոսում։ Տեղեկատվությունն է անբարոյականություն։ Որևէ մեկ այստեղ որակում չի տալիս ինչն է լավ, ինչն է վատը։ Համենայն դեպս այն օրենքով, որը նախասահմանված է, հոդված 26-ի մասին է խոսքը, որը տալիս է ազատ ընտրության իրավունք, սկսած հավատքի, լեզվի, չգիտեմ ինչի եւ այլն, խղճի կրոնի ազատություն եւ այս իրավունքը ներառում է կրոնը, համոզմունքները փոխելու ազատություն, ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի եկեղեցական տարբեր արարողությունների ծիսակատարությունների ազատություն, բայց մենք խոսում ենք մարդկանց մասին, ովքեր ենթադրենք իր ընտանիքում մարդը մենք ընդուն 1700 տարի քարոզվել է եւ ընդունել է ներարկել են արյան մեջ։ Փաստացի ապա տեղեկատվությունը համարվում է զրպարտություն, ճիշտ եմ Լևոն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում հստակ սահմանված է թե այդ օրենսդրության իմաստով ինչ է նշանակում զրպարտություն։ Զրպարտությունը դա այն անձի մասին այնպիսի տեղեկություն տարածելն է հրապարակային կարգով, որը չի համապատասխանում իրականությանը եւ արատավորում է վերջինիս պատիվ արժանապատվությունը կամ գործարար համբավը։ Հրաշալ շնորհակալ եմ Լևոն, հիմա ես կարդում 26-րդ հոդվածի շարունակությունը, որը ոչ ոք ուշադիր չի կարդում։ Այս իրավունքի ազատ ընտրության իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար։ Այստեղից հետևություն մարդու համար աղանդը վատ բան է։ Ես ուրախ եմ, որ իր համար բարոյական ազատությունը։ Նազանի ջան, մենք հրապարակել ենք, ասել ենք, որ պատրաստ ենք Տեղեկությունը ճշտել եք։ 25 անձանցից ովքեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, մենք հրապարակել ենք նախ ասեմ տեղեկություններ, բազմաթիվ մարդկանց կողմից մեզ հասած տեղեկություններ ենք հրապարակել, կրկնում եմ այն մարդիկ, ովքեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, մենք մենակ ուրախ ենք դրա համար։ Ու պատրաստ ենք։ Որտեղ եք Խոսում եմ։ Որտեղ առանց Պարոն Ներսիսյան, դեռևս խոսում եմ։ Ինչու հերքումով եւ հրապարակավ ներողություն չեք խնդրում։ Հենց դրա մասին է խոսքս, պարոն Ներսիսյան։ Հիմա նայ ինչ եմ ասում, Սևակ։ Քիչ առաջ պարոն Համարյանը բան ասեց, թե ոչ միայն աղքատներն են սոցիալապես անապահով ընտանիքների ներկայացուցիչներն, այլև կան բարձրաստիճան մարդիկ։ Հիմա ասում ենք բարձրաստիճան մարդիկ։ Եթե Համարյանը հիմա որևէ մեկի անունը տա, ինքը պետք է պատասխան տա դրա համար։ Ինքը պետք է ճշտած լինի 100%-ով, որ այդ մարդը։ Մարդկանց անուններ եք տվել իրականության մեջ առանց ճշտելու։ Ամբողջ Հայաստանի առաջ եւ ով որ լսելու է այդ Արմենիայի այս հաղորդումը, ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Իրավունք ունի չէ վիրավորվելու։ Ես էլ կվիրավորվեմ, դու էլ կվիրավորվես։ Սևակ, հիմա մի այսպիսի հարց։ Դուք պարզում եք ցուցակը բոլոր տեղեկությունները անհատի մասին արտահայտվելուց 100% անես ճշմարտություն պետք լինի, որովհետև դա ստվերը թողնելու նաև եկեղեցու վրա։ Այո, Տեր-հայր, ես գործում եմ հենց այս պահին ուզում եմ ձեզ հարց տալ, Տեր-հայր, խնդրում եմ պատասխանեք։ Այսպիսի գործունեությունը չի վնասում մեր հենց հայ առաքելական եկեղեցուն, այսպիսի գործունեությունը։ Ես այսպիսի մի բան կասեմ, լիգան, այս երիտասարդական միությունը, եթե ուզում է ազգապահպան, կրոնական, եկեղեցու շահերը պահող մի գործառույթներ ինքը կիրառել, իրենց գլխին պետք է ունենան հոգեորական բան իմաց եւ նաեւ քաղաքականության մեջ զբաղող հայրենասեր մարդկանց, որպիսի թույլ չտան նման տեսակի արտահայտություններ անելու եւ մարդկանց թյուրիմացության մեջ գտնելու։ Հայ առաքելական եկեղեցու ներողություն եմ խնդրում։ Եթե իրենք չունեն հոգեոր առաջնորդը, իրենք ինքնուրույն ինչ որ ասեն, այո, ձեր ասացի նման հակադարձվելու է բումերանգի պես գալու է եկեղեցականի եւ եկեղեցու վրա։ Շնորհակալություն Տեր Մխիթար, մեր ժամանակը քիչ է, Արմիկա։ Մի այսպեսի հարց, սա արդեն առաջին դեպքը չէ, իհարկե, երբ ձեր անունը շահարկում է, քննարկվում է վատ առումով, որովհետեւ սա ապատեղեկատվություն է։ Խնդրում եմ, ասեք, դուք պատկանում եք որևէ աղանդավորական շարժմանը կամ կուսակ։ Միանշանակ ոչ եւ մի փոքր նախապատմություն։ Քանի որ ինձ համար առաջին անգամ չէր, որի մասին խոսում են որպես աղանդավոր, իմ ականջի կողքով հերթական անգամ անցավ։ Այսօր հաղորդմանը հյուր գալուց առաջ զրուցում էի Սուրբ Հովհաննես եկեղեցու մեր քահանաներից մեկի հետ, Շմաբոնի հետ, ինքը ինձ ասաց այս մասին, ասես տեսել ես ինտերնետում ինչեր են գրված եւ դու էլ կասես ցուցակի մեջ, ասեցի ինձ համար Սուրբ Հովհաննես, մի խմբագրեք, Սևակ։ Սուրբ Հովհաննես եկեղեցի, որտեղ մի քանի օր առաջ ունեցել եմ երջանկություն մկրտել իմ զավակին, որը այժմ կրում է Ալեքս Գրիգոր անունը, այսքանը բավական է, ես առաքելական եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Ինձ համար կա Աստվածաշունչ, ինձ համար կա Սուրբ Երրորդություն, Հիսուս Քրիստոսին ճանաչել եմ եւ ընդունել եմ որպես անձնական Տեր ու Փրկիչ։
Հաճախում եմ առաքելական եկեղեցի, բալիկիս եմ տանում, մկրտվել եմ Սուրբ Հովհաննես եկեղեցում ժամանակին, էլ ինչ ասեմ, ինչ որ բաներ պետք են, ապացուցելու եւ արդարանալու ոչինչ չունեմ, որովհետեւ Աստված գիտի իմ սիրտը եւ Աստված գիտի իմ գործը։ Լավ։ Դուք հաճախել եք Ռեմա կրոնական կառույց։ Ես ծանոթ եմ Ռեմայի հետ, բայց ես Ռեմայի հետ ոչ մի կապ չունեմ։ Չեք հաճախել։ Ոչ։ Սևակ, եկեք պարզաբանեք, իսկ ինչ է նշանակում հաճախել։ Հաճախել նշանակում է ունենալ պարբերական ներկայություն, ճիշտ է։ Միանշանակ։ Մեկ անգամ կամ երկու անգամ մոլորված մարդու հաճախումը համար առհասարակ եմ ասում, ներեցեք, էլի, իսկ որովհետև Իզայի դեպքը ունենք ձեր կողքին նստած, որը մի խազեր մնում նրանից, որպեսզի գնա։ Դա համարվում է արդեն աղանդավոր։ Ոչ, իհարկե ոչ։ Չճշտված ինֆորմացիան գնացել է ինտերնետով։ Ծպտված մտնել իրենց մեջ, տեսնել ինչ են անում։ Հաստատ պետք Եվ չի։ եթե ինձ տեսնեն, ուրեմն պետք է ասեն աղանդավորներ։ Պարոն Ամարյան, ինչ որ շատ եք ժպտառատ։ Սևակի ասածով հաշվի առնենք, որ մեծ շուտվանց աղանդավորում, քան որ ինչքան կրոնական կառույց կա Հայաստանում, ես հաճախում եմ։ Համար առաջի աղանդավոր։ Ուրեմն հաճախելը դա չի նշանակում հարել, առաջինը։ Երկրորդը պարոն Ներսիսյանը ասացին, Սևակ, ես պրոստը մի բան եմ խնդրում, դու հաշվի առ։ Ես Հայաստանի հայկական, հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Երբ որ մեկը ինձ ասի ես աղանդավոր եմ, ես այդ մարդու գլուխը կջարդեմ։ Էլ մի ուղղություն ցույց տու թե ինչ պետք է անեն։ Չէ, իրան արդեն արել են մի անգամ երիկա։ Երկու։ Ուրեմն մի բան հասկացեք, մարդուն շատ հեշտ է վիրավորելը։ Ինձ շատ դեպքերում Արմիկայի մասով ես ասում եմ, ասել են հլա 2008 թվականին, ճշտել ենք, չի համապատասխան է։ Տեր հայրը ասաց, որ գործարարները անը, ես ցանկացած մարդու անեմ, որ հրապարակավ տվեցի, ես այդ խոսքից տերն եմ, 10 տարի է ես պայքարում, հլա ոչ մեկ ինձ դատի չի տվեց ապարտության համար։ Անուններով չես ասել, աստծո։ Ասել եմ ու շատ եմ ասել։ Ներողություն, հա։ Սևակ, ես ուղղակի մի բան եմ ուզում քեզ հարցնել, այսպես նայելով քո աչքերի մեջ։ Դու փոքրինչ ամոթի զգացում հիմա չես զգում կամ խիղճդ քեզ չի տանջում, այ որ նայում ես իմ աչքերի մեջ։ Ինչի համար, պարոն Ներսիսյան, որ մենք պատրաստվում ենք նույն ներողությունը, նույն հրապարակ։ Այս հարցը արդեն խոսում էր նրա մասին։ Մի բան էլ ներողություն, ես մի բան էլ եմ ուզում շարունակել։ Դու չես հասկանում այդ ձեր լիգայի այս պարագայում գործունեության վնասը։ Դու չես հասկանում, որ հիմա նույն երիտասարդներից ինչքան մարդիկ կգան իմ ետևից այդ սուտ տեղեկատվության շնորհիվ, ինչքան մարդիկ կգան մտածելով, որ կարծում եմ, որ ինչ որ մարդիկ կան, որ ինձ սիրում են, որ ինձ գնահատում են, ինչքան մարդիկ կգան իմ ետևից այդ ձեր սուտ թվացial ասված այդ աղանդը, ինչքան մարդիկ կգան իմ ետևից, ես դուք պատկերացրեք ինչն է գործունեությունը։ Ինձ ասացին, ինչու ես դատի չեմ տալիս։ Գիտեք ինչու ես դատի չեմ տալիս, որտեվ ես հավատում եմ երիտասարդ, հայ երիտասարդին։ Ես քեզ հավատում եմ, որ դարձի կգաս, եւ դու, եւ քո մնացյալ ընկերները, եւ հրապարակավ ներողություն կխնդրեք եւ հերքումով կներկայանաք։ Շնորհակալություն Սևակ, հիշեք Սևան, դուք եթե չեմ սխալվում, մենք շարժումը եւս լիգայի հետ էր, չէ՞, երիտասարդական միացյալ։ Մենք խոսում ենք հիմա հերքումի եւ ներողության մասին, բայց ես ունեմ մի շատ տրիվիալ հարց։ Որքանով եք դուք իրավասու հրապարակել մինյուտ։ Մենք չենք խոսում դրա լավ եւ վատի մասին, մենք խոսում ենք ապա տեղեկատվության, որ կարող է մարդուն բարոյական եւ խորագույն մանավանդ քրիստոնեական մեծ խոցելի բան առաջացնել։ Որքանով է բարոյական չճշտած ինֆորմացիան այսպես պաշտոնապես դնել ինտերնետով տարածել, որի պատճառով մարդիկ ունենում են բազում անհանգստություններ, ունենում են երկրպագուների վիրավորանքներ, ինչու ոչ, ունենում են մեծ ճնշում։ Ես մի բան կասեմ, ողջունել է հայոց ժողովրդի երիտասարդներին, ինչպես Տիգրանն ասաց, որ գործի են լծված, բայց փնովել է պետք, պարսավել է պետք, երբ որ անպատասխանատու հայտարարություն են անում։ Ես կարծում եմ, որ թե Սևանը եւ թե Սևակը սրանից մեծ դաս կառնեն, հենց սկզբից իրենց սխալավորներ, հենց մտան Տիգրանից պետք է ներողություն խնդրեին, Արմիկայից պետք է ներողություն խնդրեին, որովհետեւ նորից եմ կրկնում, եթե սխալ արտահայտություն է կարել անձի նկատմամբ, ուսա ձեզ լավ դաս կլինի, որ ապագային որևէ մեկի ասի, անիմը որևէ բան չխոսի։ Սա իր լավ կողմ ունեցա։ Սա իր լավ կողմ ունեցա։ Ուղղակի ժամանակային խնդիրն է։ Ժամանակ չկա։ Քանի օր անցել է։ Ժամանակ չկա, քարը նետել է արդեն։ Հենց առաջ օրը երբ որ եղավ հրապարակավ հայտարարությունը ձեր, ես նույն երեկո կապնվեցի ձեր մյուս համանախագահի հետ եւ ասացի հենց հիմա շտաբ հերքում տվեք, որտեվ չի համապատասխանում։
Ընդ որում որ կային աղանդավորներ, որոնք կոնկրետ խառնել էին, թե Որը որտեղից կար, էր։ դուք աղանդավորին ու ոչ աղանդավորին իրար հետ խառնել եք, դա ճիշտ PR-ի երևի տարբեր է։ Պարոն Համարյան հարցրել եք որտեղից իրանց այդ նյութերը, որ իրանք Էդ ենք հրապարակել են։ փորձում Ուրեմն Գիտեք, ես չեմ Սևանից հարցրել սկսել իրացից ենք որտեղից, որտեվ ես որոշ մարդկանց այդ 25 հոգուց շատ լավ ճանաչում եմ։ Ու լավ գիտեմ, այդ անունները իմ մոտ շատ։ Պարոն Համարյան, Սևանի տված հարցը Հավատացեք, ոչ թե բարձրացրեց։ միայն տեղեկատվությունը գնա Սևակի մոտ։ Ինչու չեմ հարցնում, որովհետև ես գիտեմ, որ չի պատասխանելու։ Պատասխան չի լինելու, որովհետև հնարավոր Թողեք հարցը տանել, Սևակ, ասեք։ Եթե օֆիսի կողքից ինչ որ մեկը անցել է եւ ասել է, որ Տիգրան Ներսիսյանը ինչ որ տեղ է գնում, եւ դա հիմք է ու մեկ կարմեք սաստուգված։ Տարբեր մարդկանց փողոցում անցորդները մոտենում ձեզ ասում են, որ Առնիկան աղանդավոր է։ Եվ ոչ թե մարդկանց Լսեք, փաստերով խոսեք, հա, փաստ հիմնավորում, Սևակ, Պարոն ապացույց։ Ներսիսյան, դրա համար մենք հրապարակման մեջ նշել ենք ըստ տեղեկությունների, չեն գրել Պարոն Ներսիսյանը հարում է կյանքի խոսք կամ չեն գրել նման բան։ Սևակ, մեկը տպի։ Ըստ տեղեկությունների, որ դուք հաճախում եք կոմայգի, օրինակ եմ ասում։ Ես հաճախում եմ Մենք ինչը պետք է ասենք, չէ, մենք չենք հաճախում։ Պարոն Համարյան, Ասում ներեցեք։ եք մեկը տպի, ըստ տեղեկությունների։ Աստվածչանի ըստ տեղեկությունների կարող եք գրեք, որ ես մարդասպան եմ։ Դու պատկասես այդ մարդու համար ինչ է։ Կարճատև դաթարից մենք կշարունակենք մեր ոչ հանգիստ քննարկումը։ Աղանդը շեղում է, աղանդը հերքում է։ Տվյալ երկրի պետական կրոնից շեղված ուսմունք։ Ի կանգնել ենք որդերի մասին ենք խոսում։ Երբ որ ծառի մասին պիտի մտածենք, ոնց բուժը։ Թույլ տվեք ինձ ասել, որ դուք անտարբեր եք։ Մեր եկեղեցին անտարբեր է։ Խնդրեմ, Որ չի իմանում թե դու ինչպես է։ հայրաքելական եկեղեցու հետևորդ մեզ անտարբեր։ Այսօր աղանդավոր են կոչում, Ամիրոպը ես եմ քեզ աղանդավոր ասել։ Թե հայոց եկեղեցի։ Բոլոր փոքրամասնությունները ասում են մեր իրավունքները ոտնահարված են։ Եվրոպայից եկան։ Լավ, ես հայ ժողովրդի իրավունքով եմ պաշտպանում։ Այսօր քննարկում են կրկին այս չարաբաստիկ թեման, ինչու, որովհետև միշտ կան տարակարծություններ եւ Փառք Աստծո, որ կան տարակարծություններ։ Մենք Սևակ այսօր փորձում ենք հասկանալ ինչու է տարածվել այն ապատեղեկատվությունը, ըստ որի կարմիր ներկով գրված բոլոր արտիստների, ընդ որում ուզում եմ նշել առաջատար արտիստների, հայ անուններ էին իրենց ասպարեզում, որը կարող է հակառակ ռեակցիան հարուցել եւ տանել, ինչպես Տիգրան Ներսիսյանն նշեց, տանել իրենց հետևից մեծ բանակներ։ Ես առաջարկում եմ այս պահին հրապարակավ մարդկային գործոնի եթերից խնդրել ներողություն, բարի ինտելիգենտ դեմքով, հետո արդեն դա անել արդեն պաշտոնապես ձեր կայքով, ձեր էջով, ձեր լիգայով։ Միացյալ երիտասարդական լիգան պաշտոնապես հայտարարում է 25 անձանց անունները, որոնց մեծ մասը նույն Տիգրան Ներսիսյանը, նույն Արմինկան, Սոֆի Մխեյանը, Սոժ Ջանիբեկյանը, Արա Գևորգյանը, Էմին չեն հարում ոչ մի բացի հայ առաքելական եկեղեցուց այլ կրոնական կառույցի, որի համար հայցում ենք իրենց ներողամտությունը եւ հրապարակավ հերքում այդ տեղեկությունը։ Շնորհակալություն։ Բայց մենք կսպասենք ձեր լիգայի կողմից էլ հերկման։ Սառույցը շարժվեց մի քիչ։ Հիմա մի հարց մենք ունենք հանդիսասրահում նստած երիտասարդներ եւ տուժածներ եւ տուժողներ եւ գուցե պոտենցիալ տուժողներ, համեցեք Սիփան։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ մի փաստ արձանագրել ուղղակի, կապված նաև ինձ հետ, քանի որ արդեն մեծ միտում կա, որ աղանդավորական այդ շարժումները իրենց մեջ են ընդգրկում ներառում ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց եւ պատկերացրեք շատ հաճախակի ինձ հետ է պատահում թե փողոցում, թե մետրոյում, թե տարբեր տեղեր, որ մոտենում են ու ֆիքսվում իմ տեսողության բացակայության վրա, որի վրա ես ընդհանրապես չեմ ֆիքսվում իդեպ, իմիջիայլոց, բայց իրենք շատ են ֆիքսվում եւ իրենց այդ քաղաքականությունը դա է, գտնում են մարդու թույլ տեղը, այսպես ասած ճակերտավոր թույլ իմ պարագայում եւ փորձում այդ թույլ լարին կպչելով ներառել իրենց շարքերի մեջ։ Առաջին նախադասությունը, որ ինձ տրվում է, ասում են. Ներեցեք, դուք չեք ուզում տեսնել։ Ես շատ հանգիստ պատասխանում եմ, որ ոչ, ես տեսնում եմ։ Ինչ որ ինձ պետք է, ես տեսնում եմ, եւ մի պահ նրանց ժպիտը սառում է իրենց դեմքին բնականաբար,
եւ սկսում են իհարկե շարունակում են այդքանից հետո շարունակում են թե մենք այստեղից, այնտեղից, Ուկրաինայից, չգիտեմ որտեղից հովիվներ ունենք, որոնք կարող են ձեզ բուժել, խուլու իծնե խուլու համրերին են նույնիսկ բուժում, իսկ ես այսօր ուզում եմ կոչ անել իմ ֆիզիկական խնդիրներ ունեցող ընկերներին, որոնք ներգրավել են արդեն եւ որոնք չեն ներգրավել Փառք Աստծո, Աստծո կյանքում չներգրավեն, կոչ անել, որ ընդհանրապես չհավատալ այդպիսի շոուներին։ Դրանք շոուներ են բոլորը։ Թույլ մի տվեք, որ ձեզ խաղալիք դարձնեն։ Այսքանը կասեմ։ Բրավո, շնորհակալություն։ Եթե ամեն մեկի ասածը մենք հավատանք, կյանքի խոսքը ունեք շահագրգռված կնա, ասել որ իրանք սաղ իրանց եկեղեցին են։ Օրինակն եմ ասում։ Հաճախում ինչի համար, որտեղ իր ֆաները միանգամից կգան մեր մոտ։ Դրա մասին էինք նոր բարձրաձայն։ Նպատակը դա է գալի։ Ինչ է նշանակում։ Ես համ աղանդավոր եմ, համ աղանդավոր Թույլ տվեք ես պատասխանեմ այդ հարցին։ Դուք գիտեք ինչ բան է աղանդ։ Դուք գիտեք ինչ բան է աղանդ։ Աղանդը ինչ եք ասեք։ Ես գիտեմ, դուք գիտեք։ Ես շատ լավ գիտեմ, ես համապատասխան գրականություն եմ կարդում։ Աղանդների մասին։ Իհարկե, որտեղ պետք է ինֆորմացված լինեմ, եթե ինձ անընդհատ հալածում են տարիներ շարունակ։ Աղանդը ինչ է։ Աղանդը շեղում է, աղանդը հերքում է։ Տվյալ երկրի պետական կրոնից շեղված ուսմունքն է։ Ահա, այսինքն շատ բաներ իրենք համաձայն չեն Աստվածաշնչի այս գլխի, այս բառի, այս տողի հետ։ Վիրավորական չի։ Հիմա եթե ես իմ պետական պետության կրոնից շեղվել եմ եւ դուք այդպես եք, դա վիրավորական։ Սևակը ներողությունը խնդրել է, ենթադրում ենք, որ սա անցած էտապ է։ Տեսեք, նախ աղանդը օրենքով սահմանված չի ինչ է նշանակում։ Առաջին։ Չէ, դու նոր ասացիր ինչ է նշանակում աղանդը։ Բայց այդ օրինական դաշտում չկա։ Աղանդ բառը գրված չի ինչ է նշանակում։ Երկրորդ, այսօր Հայաստանի օրենսգրքով պարոն բացատրական բառարաններում։ Լսեք ժողովուրդ, մի բան ասեմ։ Մեր Հայաստանի կենթանի հոգու ծառը որդերով թրթուրներով պատված է։ Կապ չունի մեծ որդե թե փոքր որդե։ Կրծումը փչացնում են հայոց աշխարհի ծառը կենաց։ Դա մեր հավատքն է։ Դա մեր հայրենասիրությունն է։ Դա մեր բանակն է։ Դա մեր ընտանիքն է վերջի վերջո։ Որտեղից սկսում է մնացած ամեն ինչը։ Ի կանգնել ենք որդերի մասին ենք խոսում։ Երբ որ ծառի մասին պետք է մտածենք, ոնց բուժենք։ Որտեղից թույնահարել։ Փորձում ենք թոթափել այդ որդերին։ Միջոցներով։ Նազելի ջան, ինչ միջոցներով։ Իրազեկման, առաջին հերթին։ Իրազեկում չլի պետությանը բանն է պետք, աջակցությունն է պետք։ Եվ մեր ժողովրդի զգոնությունը։ Հանդում է ասում են եկեղեցին ինչ անում, եկեղեցին ինչ անում։ Եկեղեցին էլի ինչ անի, մի հատ ասեք։ Մեր բոլորի բերան ընկած է եւ այդ բառերը, այդ միտքը։ Եկեղեցին ուշադիր լինի, որ այսպիսի հրաշալի հայ երիտասարդներ ուզում են զբաղվել հենց եկեղեցուն օգնելով, ուշադիր լինի թե ինչպիսի գործունեություն է ծավալում այդ տվյալ կազմակերպությունը։ Սա ահազանգ կլինի։ Թույլ տվեք ինձ ասել, որ դուք անտարբեր եք, մեր եկեղեցին անտարբեր է։ Խնդրեմ, որ չի իմանում թե դու հայրաքելական եկեղեցու հետևորդ, մեզ անտարբեր եք։ Այսօր աղանդավոր են կոչում։ Ես եմ քեզ աղանդավոր ասել։ Թե հայոց եկեղեցին, երկու երիտասարդ։ Երբ որ ինձ աղանդավոր են ասում Տեր հայր, դուք պետք է նաև դուք պաշտպանեք ձեր հետևորդի ներողություն։ Եթե որդին իր մորն ու հորը ասում է դու կույր ես, դու աղքատ ես, դու կաղ ես, այդ որդին ուրեմն իր ծնողին տեղը չի պահում, բարձունքի վրա չի պահում։ Մեր մոտ տարածված է ամբողջ Հայաստանում։ Հայ առաքելական մեղքն եք, որ ես բարձր չեմ պահում հայ եկեղեցին։ Կանգնել ես ասում ես սա տենց հայ եկեղեցին հոգևորականը չի ասում։ Ես տեղ տեղակ եղել եմ շատ կարճ, իմանալով հայր կոմիտասի ասած դեպքից։ Հիմա, եթե մարդը ամբողջ հանրության առաջ ներողություն է խնդրում, փաստը պետք է ասեն, եւ սա դաս պետք է լինի։ Ես էլ եմ ներողություն խնդրում, որպես քրիստոնյա մարդ, քո պարզապես անձնական վիրավորանքի դիմաց։ Սա իմը չի, բայց իմ բոլորինն է Տեր հայր, մեր բոլորին։ Պետք չի, եթե վիրավորված եմ, պետք չկա եկեղեցու եկեղեցականին մեղադրել ասել դու պիտի անես։ Մենք տեղյակ պիտի լինենք, ես չասացի։ Մենք բոլորս պետք է տեղյակ լինենք։ Ազնիվ ապրում եմ իմ երկրում, ես ազնիվ գողանում եմ։ Ես չասացի այդպիսի բան։ Դա ուրեմն ես էլ չեմ ասում, դու ազնիվ ես թե գող ես, ներողություն։ Մենք ամեն մեկս իր գործի տեղը, իր որտեղ որ լծված եմ, որտեղի լծկանն եմ, այս ազգի լծկանն եմ, այս ժողովրդի լծկանն եմ, այս պետության ապագայի լծկանն եմ, եւ ամեն մեկը իր հերթին պիտի կարողանա այդ լուծը քաշել, քրտնաջան պիտի քաշի, ոչ խորամանկով եւ ոչ գլուխ պահելով։ Եվ մեր գործն է, բոլորից գործն է, Հայաստանում ապրող, Սփյուռքում ապրող, ամեն հայ մարդու գործը դա։ Ես սա կուզեմ ընդամենը մեր ժողովուրդը, մենք նաև հասկանանք, իզնից սկսած եմ փոքրից վերջացրած։ Շնորհակալություն Տեր Մխիթար։
Երևի իսկապես այս հարցադրումը ամենաճիշտ կետին է հանգում, որ գուցե պետականորեն գտնվի օրենք կամ ստեղծվի կամ մշակվի մի այնպիսի իրավիճակ, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդը լինի պաշտպանված։ Տեսեք ներողություն, ասեց իրավական առումով։ Նազենին ասեց մի միտք եկավ։ Բոլոր փոքրամասնությունները ասում են մեր իրավունքները ոտնահարված է։ Եվրոպայից եկան։ Լավ, ես հայ ժողովրդի իրավունքն ով է պաշտպանելու։ Մեր իրավունքը չի ոտնահարվում։ Մտել են իմ տուն, բարկա, տնկող։ Մտել են իմ տուն, իմ տան մեջ իզնից իրավունք են պահանջում, ասում դու իմ իրավունքը ոտնահարում ես։ Հայաստանի Հանրապետությունում հոգևորականի, առաքելական եկեղեցու սպասավորների, հայկական առաքելական եկեղեցու հետևորդների համար արտասահմանից գրանտեր չեն տալի, դրա համար չի պաշտպանվում։ Այո, որ գրանտերը տա, նայեք ոնց է պաշտպանվելու։ Ես գիտեմ մի բան։ Մեր ասպարեզում շատ մարդիկ ազատ են ընտրելու բոլորը, ազատ են ընտրելու այն, ինչ իրենք ընտրում են։ Եվ քավ լիցի թող որևէ մեկը չմեղադրի, երբեք չգիտի թե ով ինչ ճանապարհ է անցել, որ հասել է այնտեղ, որտեղ է։ Եվ մոլորյալ է, թե վստահաբար արել է իր ընտրությունը կամ ոչ։ Մենք չենք ասում վատ է թե լավ։ Առաջին հերթին մի տարածեք ապատեղեկատվություն, երկրորդ հերթին Աստծո սիրուն, հայ առաքելական եկեղեցի եւ այստեղ երկու մեծ վերջակետ։ Կարծում եմ ստորակետով շարունակվող ցանկացած երևույթ մեզ այս կամ այն կերպով կարող է բերել փակուղու առջև կանգնեցնել։ Մնացածը արդեն չասենք, մենք սիրով միշտ ձեզ հետ ենք, սա մարդկային գործոն էր։ Արմինկայի փոքրիկ հրաշքի կնունքն էլ հայ առաքելական եկեղեցում շնորհավոր լինի եւ ընդունելի։ Կհանդիպենք կրկին, եղեք ուշադիր ձեր ընտրությունների մեջ։